Դուք Նիկոլ Փաշինյանի եւ Քարոզ Արշավին եւ Քարոզ Արշավից առաջ բավականին ակտիվ եք եւ ասում են, որ մանդատը հենց շնորհակալություն է դրա համար։ Ինչ կարող եք այս առումով ասել եւ կրթօջախը փոխարինեցիք փաստորեն խորհրդարանով։ Ես բնավ չեմ կիսում ձեր տեսակետը եւ ուզում եմ ձեզ հորդորել, խնդրել, երբ որ խոսում ենք մեկս մյուսի հետ, լինենք կոռեկտ եւ հարգենք։ Ես ինչ ասացի։ Որովհետեւ մանդատը, դուք ասացիք մանդատը ինչ է, շնորհակալություն։ Ինչ շնորհակալություն, եթե ես քաղաքական թիմի անդամ եմ եւ որպես քաղաքական թիմի անդամ կուսակցական միշտ եմ եղել ակտիվ եւ շարունակելու եմ այժմ արդեն որպես պատգամավոր լինել ակտիվ։ Շնորհակալության ձեր խոսույթը չեմ հասկանում։ Նկատի ունեմ, որ այն բոլոր գործընթացներում, որտեղ շատերը կխուսափեին կանգնել Փաշինյանի կողքին, դուք օրինակ, չգիտեմ, Հովանավանքում ներողություն եմ խնդրում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ անդամ չի խուսափել լինել քաղաքական թիմի առաջնորդի կողքին եւ այստեղ որևէ թեմա չկա։ Իսկ ես ինչու պիտի խուսափեմ, եթե ես քաղաքական թիմի անդամ եմ եւ կրում եմ այդ ամբողջ գաղափարները, կիսում եմ, ինչի մասին է խոսքը։ Քան որ Հովանավանքը հիշեցրեցի, նաև գիտեք վեհապարի հետ կապված վաղը նաև դատարանում լինելու է քննարկում, այդ առումով ինչ կարող եք ասել։ Փաստորեն իշխանությունները եթե չեն կանգնում եկեղեցին գրոհելու, մայրաթոռը գրոհելու մտքից։ Տեսեք, դուք նորից բառեր եք օգտագործում, որ իրականության հետ կապ չունի։ Կտրիչ Ներսիսյանը հրավիրվել է դատարան, իրավական գործ կա եւ դա թողնենք իրավապահներին։ Որևէ մեկը որևէ տեղ չի գրոհում, որևէ մեկը որևէ տեղ չի շտապում, ամեն ինչ գնում է իրավական պետությանը հարիր ձևերով։ Սրբազանների հետ կապված էլ մենք տեսանք այդ գործընթացը, որ էլի անվանվում էր իրավական, բայց վերջում պարզվեց, որ դրանց մեջ ըստ էության փաստեր չկային, դրանք անվանում էին օրինակ քաղաքական հետապնդում։ Հարգելի Անի, դուք նորից իրավական գնահատական եք տալիս։ Ես չէ, ես ասում եմ անվանում էին, չէին անվանում, առնվազն փաստաբանները գնահատական եք տալիս, որը իրականության հետ կապ չունի։ Գործերը դեռ չեն կարճվել, գործերը ընթացքի մեջ են եւ մենք սպասենք իրավական որոշումներ։